Բարելույս սիրելի ժողովուրդ, այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի օգնությամբ ես կներկայացնեմ 2018-ից 2026 թվականին Սյունիքի մարզում կատարված աշխատանքները։ Նախ ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ 2018-ից 26 վերջին 8 տարվա ընթացքում Սյունիքի մարզում ավելի քան 450 միլիոն դոլարի տարբեր ծրագրերով ներդրումներ են արվել։ Եվ ես կարծում եմ, որ նախկինում երբեք ոչ մի 8 տարի չի եղել, որ Սյունիքի մարզում 450 միլիոն դոլարի ներդրում իրականացված լինի։ Եվ հիմա նախ ընդհանուր թվերով ներկայացնեմ, մենք այսպիսի բրոշյուր ունենք 2018-ից 2024 թվականի, այնտեղ 358 միլիոններ, բայց դա 2024 թվականի դրությամբ նախորդ տարվա ընթացքում շատ մեծ աճ ենք ունեցել եւ իհարկե Հյուսիս Սարավի մի քանի խոշոր ծրագրեր նպաստել են սրան։ Ունեք միջև կարդալը սկսեմ ինչ-որ դրացնելը։ Բարի լույս, պարոն վարչապետ, իրականում աննախադեպ են ծավալները, միայն կարող եմ ասել, որ այս տարի Սիսիան համայնքը շուրջ 1.5 միլիարդ դրամի սուբվենցիոն հայտ է ներկայացրել, ինչը հիմնականում հաստատել ենք։ Այսինքն զարգացումը եւ ծրագրերի այդ աննախադեպ ծավալը շարունակում է մեծանալու։ Բայց այդ տեսքի մեջ չկա, որտեղ սուբվենցիոն ծրագրերը նոր պետք է գան։ Ձեր ասածի շարունակությունը կլինի 2026 ամփոփենք, այն ինչ որ ներկայացնում եմ 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ արդեն եղած ծրագրերն են։ Եվ հետեւաբար Սյունիքի մարզում 18-ից 26 թվականներ իրականացվել է 181 միլիարդ դրամի ներդրում եւ տրամադրվել է համայնքներին շուրջ 48 միլիարդ դրամի դոտացիա։ Ներդրումների հիմնական ուղղությունները հետեւյալն են. ճանապարհաշինություն, ներառյալ սուբվենցիան 124 միլիարդ դրամ, դպրոցաշինություն, ներառյալ գույքը 23 միլիարդ դրամ, մանկապարտեզաշինություն, ներառյալ գույքը 3.4 միլիարդ դրամ, առողջապահական հիմնարկներ 2.1 միլիարդ դրամ, հրատապ ծրագրեր 1 միլիարդ դրամ, հրատապ ծրագրերը նրանք են, որ ոչ մի պլանավորված բյուջետային տողում չկան, բայց հրատապ անհրաժեշտություն առաջանում խնդիրը լուծել եւ մենք ֆինանսավորում ենք։ Ջրային ոլորտում 8.8 միլիարդ դրամ, այլ սուբվենցիոն ծրագրեր, որոնք չեն մտնում ճանապարհաշինության, մանկապարտեզաշինության մեջ 9.4 միլիարդ դրամ, այլ մշակութային եւ սպորտային ծրագրեր 1.2 միլիարդ դրամ, Մեղրի սահմանային անցակետի ծրագիր 3 միլիարդ դրամ, Հայաստան-Իրան սահմանի անցակետի մասին է խոսքը, туриզմի զարգացման ուղղված ծրագրեր 4 միլիարդ դրամ, Շուրնուղ բնակավայրում 13 բնակելի տների կառուցում 1.2 միլիարդ դրամ։ Հիմա փորձեմ ավելի մանրամասն ներկայացնել սուբվենցիոն ծրագրերի մասին։ Վերջին 8 տարում իրականացվել է մարզում շուրջ 31.5 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, այդ թվում պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է 56.8%։ Ես ուզում եմ ելի ասեմ, որ 56.8%-ը պայմանական թիվ է, ինչի, որովհետև մյուս կողմից է դոտացիաները, որ ավելացնում ենք, ըստ էության այդ դոտացիաները գալիս են կպնում են սուբվենցիաներին եւ եթե այս թիվն էլ գումարենք միջինում 65-70%-ի ընդհանուր բոլոր միջինացված թիվը կարող է հասնել։ Ըստ համայնքների սուբվենցիոն ծրագրերի բաշխվածությունը հետեւյալն է. Կապան 12.5 միլիարդ դրամ, 61%-ը ֆինանսավորվել է պետական բյուջեից, Գորիսում 3.8 միլիարդ դրամ, 56%-ը ֆինանսավորվել է բյուջեից, Քաջարանում 8.3 միլիարդ դրամ, 46.9%-ը ֆինանսավորվել է բյուջեից, Սիսիանում 4.6 միլիարդ դրամ, 59%-ը ֆինանսավորվել է բյուջեից, Մեղրիում 1.4 միլիարդ դրամ, 59%-ը ֆինանսավորվել է բյուջեից, Տաթևում 518 միլիոն դրամ, 65%-ը ֆինանսավորվել է բյուջեից եւ տեղում 395 միլիոն դրամ, 63%-ը ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Հիմա նայենք սուբվենցիաների ինչ կոնկրետ ծրագրեր են իրականացվել։ Բնակավայրերի փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում 105 կիլոմետր
բնակավայրերում 105 կիլոմետր ճանապարհ ենք բարեկարգ է, սա բնակավայրերի ներսի մասին է խոսքը, ճիշտ է։ Ամբողջ պատկերը քաղաքների, հատկապես Կապան եւ Գորիս քաղաքների պատկերը փոխվել է, պարոն վարչապետ, հիմնական խոշոր ծրագրերը իրականացվել են այս երկու քաղաքներում եւ խոշոր բնակավայրերն են, այդտեղ էլի խոշորացման էֆեկտն էլ է եղել։ Մենք որ տեսնենք փոքր համայնքներում մենք իրականում խնդիր ունենք ծրագրերի, որովհետեւ բյուջեները փոքր են։ Դե արդեն տեսանք, որովհետեւ տեղում ընդամենը 395 միլիոն դրամի ծրագիր ենք իրականացրել, այդ թվում համայնքի բյուջեի համայնքի փոքր լինելու եւ հնարավորությունների փոքր լինելու պատճառով։ Ինչևէ, խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում 73.4 կիլոմետր ջրագիծ են կառուցել եւ 32 օրվա կարգավորիչ ջրամբար կառուցել, նորոգել, հիմնանորոգել եւ ջրավազա։ Ռոռոկման համակարգերի կառուցում 34.5 կիլոմետր, փողոցային լուսավորության համակարգի կառուցում 84.8 կիլոմետր, վերականգնվող էներգետիկայի թվում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում 202, այսինքն 202 հատ կայան ենք տեղադրել, փոքր եւ մեծ տարբեր չափերի մանկապարտեզի վրա, հիմնականում գրեթե բոլոր շենքերի վրա տեղադրված է։ դա հոյակապ է։ Մանկապարտեզների կառուցում, վերակառուցում, նորոգում 28, հասարակական շենքերի, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, կառուցում, վերանորոգում 37 այդպիսի շենք, բազմաբնակարան շենքերի նորոգում, այդ թվում էներգախնայող միջոցներով 187 շենք, այգիների պուրակի կառուցում, բարեկարգում 32 այգի եւ պուրակ են կառուցել Սյունիքի մարզում եւ մեքենա սարքավորումների տեխնիկա եւ գույքի ձեռքբերում ամենատարբեր մեքենաներ 15 միավոր, սա սուբվենցիոն ծրագրերով իրականացվածի մասին է, մեքենաների մասին է։ Հիմա Սյունիքի մարզում վերջին 8 տարում իրականացված ճանապարհաշինական աշխատանքները, ուրեմն իրականացվել եւ ավարտվել են շուրջ 670 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման, կառուցման, հիմնանորոգման աշխատանքներ, եւս 48 կիլոմետրի շինարարական աշխատանքները գտնվում են ընթացիկ իրավիճակում։ Սյունիքի մարզի առավել խոշոր ճանապարհաշինական ծրագրերն են Քաջարակ հագարակ ավտոճանապարհ 32 կիլոմետրանոց հատվածի կառուցում, սա հյուսիսարևն է, որի կառուցման տեմպերը հոյակապ են եւ ճանապարհը ընդհանրապես ասել եմ նաեւ, եթե նրանք ովքեր չեն լսել, այսօր Մեղրիում այս նախագծի շրջանակում կառուցվում է Հայաստանի պատմության երբևէ ամենաերկար կամուրջը 720 մետրանոց կամուրջ է կառուցվում մեր երկրի պատմության մեջ բազմադարյա հազարամյա պատմության մեջ երբեք այսպիսի մեծ կամուրջ մենք չենք ունեցել։ Հաջորդը Նորավան Լծեն Տաթև ճանապարհն է, որ էլի խոշոր ծրագիր է 43.6 կիլոմետր, որը ավարտված է Կորնիձոր պետական սահման 11.8 կիլոմետր հատվածի վերակառուցում է իրականացվել, Որոտան խոտ ավտոճանապարհ, այդ այն պրոբլեմատիկ ավտոճանապարհն է, որ անդադ ջուրեր տակից դուրս գալիս չենք կարողանում, բայց ի վերջո լուծումը գտնվեց։ Հիմա արդեն վերջնական շահգործման հանձնված է, չէ՞։ Ափսոս չհասցրինք, նախարարն էլ էր ասում, փորձում ենք ժամանակ գտնեինք, բայց չստացվեց ոչ մի կերպ։ Եվ հաջորդ կարևորելի խոշոր ճանապարհը Շինուհայր Հալիձոր Տաթև ավտոճանապարհի 19 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը եւ էլի շատ կարեւոր Վերի Խոտանանը շրջանցող ավտոճանապարհի 11 կիլոմետր հատվածի կառուցում։ Այստեղ էլ մենք սկզբից որ Կապան Աղվանի ճանապարհը երբ որ կառուցել էինք, Խոտանանի միջով շատ մեծ հոսքեր էր գնում եւ նաեւ այնտեղ այն ճանապարհի եզրին հին եկեղեցի կար եւ նաեւ մտածում ենք որ կարա հուշարձանին վնասի եւ այլն միջև հասցնենք վերականգնենք, նաեւ գյուղին անհանգստություններ էր պատճառում, դրա համար շրջանցիկ ճանապարհ կառուցեց։ Խնդիրը հենց ունենում էինք Վերին Խոտանան գյուղի հենց եկեղեցու հատվածում, որտեղ նաեւ այո բեռնատար մեքենաները չէին կարողանում ու միշտ այդտեղ խնդիրներ էր առաջանում։ Ճանապարհների մասով ունեք ինչ որ բան։ Այստեղ մենակ հետեւյալը ասեմ, Կապան Աղվանի հետ կապված ի սկզբանե
քանի որ մի քիչ արտակարգ պայմաններում էր կառուցել, միջև հիմա էլ որակետ կապված խնդիրներ նկատվում են, այն օրը նախարարի հետ էլ ենք խոսել, պետք է լուծումները գտնենք, որ վերջնական բերենք իր տեսքին, բայց իհարկե հոյակապ ճանապարհ է եւ բնությունը Սյունիքի եւ Հայաստանի յուրովի բացահայտող։ Պարոն վարչապետ, իրականում ճանապարհները շատ լավ վիճակում են, ես վերջերս զրուցում էի եւ Սյունիքում անընդհատ հարցնում էին երբ է Վայք քաղաքի մեջը ասֆալտապատվելու, Հիմա որ կետից որ կետ ենք հասել, որովհետեւ Երևան հասնելու ճանապարհին հիմնական խնդիրները ճանապարհի որակետ կապված մի քանի հատվածներում են, որը արդեն վերացվում են եւ Զանգերից Սիսիան հատվածն է, երևի թե միջին նորոգում կլինի, իսկ Վայքը ես այստեղ ճանապարհին տեսա, որ արդեն մեկնարկել են։ ընդ որում ճանապարհներ կան, սիրելի ժողովուրդ, տեսեք շատ դեպքերում Վայքինի այդ դեպքերից է, որ երկար ակնհայտ է, որ պիտի արվի, բայց չի արվում, ուրեմն շատ հաճախ մեր երկրում խնդրեմ կա, որ ճանապարհները փաստաթղթային խնդիրներ են ունենում։ Եվ մինչև այդ փաստաթղթային խնդիրները չլուծենք, չենք կարողանել նախ օրինական ընթացքը ապահովելու, երկրորդն է փաստաթղթավորելու, որ իմանանք նաև ինչ ենթակառուցվածք է անցնում, որտեղով է անցնում, ճանապարհի ճշգրիտ կոորդինատները, որովհետև դրանք հետագա սպասարկման եւ նաև մրցույթային process-ներ տանելու համար կարևոր է։ Այդպիսիներ օրինակ Սպիտակ Վանաձոր ճանապարհը, որը քանդուքար վիճակում էր, եւ ես ամեն անգամ այդտեղից անցնելով ճնշումս բարձրանում էր, ինչ եղավ, բազում էր փաստաթուղթ չունի այդ ճանապարհը, մինչև փաստաթղթավորեցին, էլի ինչքան տևեց ոնց որ մի տարի չափ տևեց, տենց ներվայնացած այդ ճանապարհով գնում գալիս էինք, նույնը մոտավորապես։ Իրական բավարարապետ Սյունիքից Երևան հասնելը, քանի որ բավական երկար է, շատ կարևոր է, որ ճանապարհները լավ լինեն, որովհետև դա էական ազդեցություն է թողնում ժամանակի վրա։ Հիմա ամենաշատը դուք էլ ինչի՞ օտարները համապատասխանում է։ Հիմա ամեն օր թռնում է։ Այո, ամեն օր։ Շատ լավ։ Հիմա դպրոցների էդ էլ է կարևոր, այդ փաստաթղթում մեր տեղեկանքում չկա, բայց օթային հաղորդակցությունը Սյունիքի հետ, այդ շատ կարևոր նորություն է, ես քանի անգամ, երևի 3-4 անգամ, եթե ոչ ավել, թռել եմ, հիմա մենք հաջորդիվ նաև պետք է Ստեփանավան Տաշիր հատվածի հետ այդ հաղորդակցությունը ստեղծենք եւ դա շատ կարևոր է, որտեղ մարդկանց ժամանակը խնայում է, ես մի անգամ հիշում եք դեսպանահավաք որ կար Սյունիքում, ես օդանավով եկա, ուրեմն օդանավով եկա, դեսպանահավաքը արեցինք, Կապանում շրջեցինք, շփվեցինք, հետո վերադարձա տուն, երեկոյան էլ ընտանիքի հետ անցկացրեցի, այսինքն հակառակ դեպքում այդ օրը միանշանակ ամբողջությամբ էլ կեսգիշերն անց նոր տեղ կհասնեինք, այդ նույն process-ները 45 րոպե ընդամենը տևում թռիչքը, որից հետո մոտ 1 ժամ մինչև կենտրոն։ 20,000 Այո, 20,000։ Հիմա մեր հայրենակիցներին նաև նրանք ովքեր նախ պետքա գնալ ճամփորդել Սյունիքը տեսնել Կապան, նրանք ովքեր չեն տեսել կամ վերջերս չեն տեսել, գնացեք եւ տեսեք, ինչ այս որ ասում ենք $450 միլիոն, հենց մտնեք Սյունիք այդ 450 աչեք նայելու տեսնելու եք $450 միլիոն ինչա ձախ ուղիղ եւ այդպես շարունակ։ Շատ լավ, անցնենք դպրոցների ծրագրին։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով իրականացվել է կամ իրականացվում է 45 դպրոցի 32 դպրոց եւ 13 կրթահամալիրի կառուցում վերանորոգում եւ 38 մանկապարտեզի կամ նախակրթարանի կառուցում վերանորոգում հիմնանորոգում 17 մանկապարտեզ 8 նախակրթարան եւ 13 մանկապարտեզ կրթահամալիրների կազմում։ Ներկայումս շինարարական աշխատանքները ավարտված են 12 դպրոցում եւ կրթահամալիրում եւ 17 մանկապարտեզում նախակրթարանում, բայց գործում են բոլորը, թե կան որ շինարարությունը ավարտվել է, բայց դեռ չեն գործում։ Կան որ մոտ օրերս արդեն ենթադրում եմ սեպտեմբերի 1-ից։ Հա, ճիշտ է, ասինքն մի շաբաթվա համար դպրոց բացելու իմաստ չունի։ Գորիս համայնքում 2 կրթահամալիր, 7 դպրոց, 3 մանկապարտեզ եւ մասնավորապես Հարթաշենի կրթահամալիրը կառուցվում է եւ
2026 թվականին ընթացքում կավարտվի, ակների կրթահամալիրը կառուցվում է, Գորիսի թիվ 1 ավագ դպրոցը արդեն նորոգվել է եւ գործում է արդեն։ Խնձորեսկի միջնակարգ դպրոցն է կառուցվում, Վերիշենի միջնակարգ դպրոցն է կառուցվում, Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցն է կառուցվում, Քարահունջի միջնակարգ դպրոցը վերանորոգված է արդեն եւ գործում է։ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցն է վերանորոգվում եւ Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոցը վերանորոգված է։ Մանկապարտեզներից Գորիսի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է։ Վերիշենի մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է եւ Գորիսի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է բոլորում 160, 150, 170 սանի համար։ Իդեպ ասեմ, այս խնդիրը երևի ամենասուրը Գորիս խոշորացված համայնքում է կամ Գորիս տեղ հատվածում, տեսեք, կրթահամալիրների հետ կապված ծրագիր է, որ էլի ասում են բանը դպրոցը փակվում է։ Ես այս գնահատականի հետ համաձայն չեմ, որովհետև դպրոցները նախ գտնվում են շատ վատ վիճակում եւ հետո ասում են, որ դպրոց եթե չլինի, գյուղը կդատարկվի, բայց փաստն այն է, որ այդ դպրոցը եղել է եւ գյուղը դատարկվել է եւ այսօրվա մեր վիճակը դրա հետ է կապված։ Երկրորդը, ելի ուզում եմ ընդգծեմ իմ համոզմունքը, որ դպրոցը աշակերտի համար է, դպրոցը գյուղի համար չի եւ ես իմ անձնական օրինակն եմ բերում, իմ բոլոր երեխաները ես լրագրող եմ եղել, խմբագիր եմ եղել, իմ բոլոր երեխաները ամեն օր եւ մանկապարտեզ եւ դպրոց 6 կիլոմետր գնացել են եւ եկել են։ Ամեն օր ես ծախս եմ արել, այդ 6 կիլոմետրը գնացել եկել են, որովհետեւ ես համարել եմ, որ իմ գնահատականը այդ պահին է եղել, որ լավագույն տարբերակը է դա, չնայած մեր բնակավայրից, ասենք, կողքը այն կողմ եղել են դպրոցներ, բայց ես համարել եմ, որ լավագույն շահը նա, որ կրթության հնարավոր ամենալավ պայմանները լինեն եւ ես մի քիչ կարող է էմոցիոնալ հնչում, նաեւ երեխաներին, մյուս երեխաներին, Հայաստանի երեխաներին վերաբերվում եմ այնպես, ինչպես իմ երեխաներին են վերաբերվում։ Իմիջիայլոց Երևանում, ասենք, նոր-նորքի զանգվածից բազմաթիվ երեխաներ կան, որ գալիս են Երևանի կենտրոն վարչական շրջանի գտնվող դպրոցներ։ Ծնողները այդ խցանումներով ամեն օր 7, 8, 10, 15 կիլոմետր կտրում են, որ երեխաները դպրոց գնան։ Հիմա այս պայմաններում նախ մենք բան ենք անում, հաջորդ խնդիրը, որը ուզում եմ ընդգծել, կրթական միջավայրի համար շատ էական է, որպեսզի լինի կրթական միջավայր, ներառյալ ավելի շատ երեխաների հետ երեխան շփվի, որովհետև դա կյանքի փորձ եւ փորձառություն է։ Երկրորդը, մենք խնդիր ենք դնում, որ ամենալավ մասնագետները մեր երեխաների հետ աշխատեն։ Մենք այսօր այդ խնդիրը բազմաթիվ դպրոցներում մենք մարզային նման դպրոցներում խնդիր ունենք, որ նույն ուսուցիչը պարապում է անգլերեն, ֆիզկուլտուրա, մաթեմատիկա եւ դա անընդունելի է, չի կարելի, բայց այդ մենք ասենք յոլա ենք գնում, բայց այդ երեխեքի ապագան։ Մենք պետք է այդ երեխեքի ապագան վաղը մյուս օրը ով է պատասխան տալու եւ աղքատությունը իմ միանշանակ կարծիքն է, որ կապված է այս երևույթի հետ եւ որ մենք պատշաճ կրթություն չենք ապահովում եւ մեր խնդիրը եւ քաղաքական արձանագրումն է, որ գյուղերում երեխաները պետք է ունենան կրթության նույն հասանելիությունը, ինչ որ կա Երևանի կենտրոն վարչական շրջանում եւ մենք դա ապահովում ենք, ներառյալ մենք դպրոցների դեպի կրթահամալիրներ տանող բոլոր ճանապարհները պետք է նորոգենք, բերենք լավ տեսքի, ներառյալ տրանսպորտային ծախսերը պետք է ծածկենք։ Սկզբից մենք մտածում ենք, որ մենք միկրոավտոբուսներով կապահովենք, բայց հիմա նաև ծնողներն ասում են, կան ծնողների խմբեր, ովքեր ասում են, այդ ծախսը, որ պետք է անենք, փողը տվեք մեզ, մենք ասենք գործի ենք գնում կամ ինչ երեխաներին կտանենք, մենք այդ տարբերակին էլ դեմ չենք եւ կաշխատենք նաեւ այս ուղղությամբ, իսկ մեր սիրելի բոլոր ուսուցիչներին, ովքեր կամավոր ատեստավորումը կանցնեն, մենք բոլորին նույն տրամաբանությամբ կտեղավորենք աշխատանքի եւ որևէ մեկը դուրս չի մնա եւ սա շատ կարեւոր է եւ ել եմ ասում երեխաները պետք է սովորեն թոփ մակարդակի դպրոցում։ Երեք տենց
նախորդ օրին ես շատ ասում եմ, նաև որովհետև խորհրդային միությունն է վերցվում որպես չափանիշ հասկանալիորեն այդ թվում դպրոցների եւ այլն իմաստով ես հիմա արձանագրում եմ, որ այն դպրոցները, որ մենք կառուցում ենք, Հայաստանի պատմության մեջ երբեք այդ որակի դպրոցներ չեն եղել, գոյություն չեն ունեցել ոտքի, մեր հազարամյա պատմության մեջ երբեք այդ որակի դպրոցներ չեն եղել։ Նրանք, ովքեր կասկածով են վերաբերվում այս պնդմանը, խնդրեմ ձեր բնակավայրի կամ մոտակա բնակավայրում կառուցված դպրոցները գնացեք նայեք, ներառյալ գույքի ապահովվածության մասով, որովհետև ես 2018 թվականին նաև այդ սկզբունքն եմ դրել, որ ոչ մի նոր դպրոցում որևէ հին գույք պետքա չմտնի, ամբողջը պետքա լինի նոր գույք եւ այդ սկզբունքը պահում ենք։ Շարունակելով, ուրեմն Կապանում 4 կրթահամալիր 4 դպրոց, 5 մանկապարտեզ։ Աշխատանքները ավարտված են 3 դպրոցում եւ 5 մանկապարտեզում, մասնավորապես Կապան խոշորացված համայնքում Սյունիք բնակավայրի կրթահամալիր, որը կառուցվում է 144 աշակերտական տեղ, 40 մանկապարտեզի կամ նախակրթարանի տեղ։ Արցվանիկի կրթահամալիր 200 աշակերտի տեղ, 80 մանկապարտեզի տեղ, որը կառուցվում է։ Բոլոր կառուցողները 26 թվականի մինչև դեկտեմբերի 31-ը ավարտվելու են։ Վերին Խոտանանի կրթահամալիր 144 աշակերտական, 80 մանկապարտեզի տեղ։ Ծավի կրթահամալիր 144 աշակերտական, 40 մանկապարտեզի տեղ։ Կապանի բոլորը կառուցվող են մինչև հիմա թվարկածներս, Կապանի թիվ 6 հիմնական դպրոցը 648 աշակերտի հզորությամբ, որ էլի կառուցվող է, Կապանի թիվ 7 դպրոցը 648 տեղով կառուցված է։ Գործում է արդեն։ Բայց եկել եմ ես բացմանը։ Չեմ եկել, բացում չեմ, այսինքն չեմ եկել։ Հա, բայց տեսել եք, մենք խոսել ենք, բայց ներս գնալը բացման ժամանակ վստահ չեմ։ Շատ լավ։ Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց վերանորոգված է եւ գործում է, հա, գործում է։ Աճանանի միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ գործում է։ Այո։ Շատ լավ։ Ներողություն, Կապանի թիվ 8-ը եւ Աճանանը վերջերս։ Այսինքն չեմ եղել ես այդ Ոչ, դեռ ոչ։ Մանկապարտեզներ, նախակրթարաններ։ Կապանի թիվ 1 մանկապարտեզը նորոգված է եւ գործում է 170 սանի կարողությամբ։ Կապանի թիվ 8 մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է 166 սանի կարողությամբ։ Կապանի թիվ 2 մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է 140 սանի կարողությամբ, Կապանի թիվ 9 մանկապարտեզը վերակառուցված է եւ գործում է 170 սանի կարողությամբ, Կապանի թիվ 10 մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է 140 սանի կարողությամբ, առնվազն մի քանիսում եղել եմ։ Ուզում եմ ես ասել, գրեթե բոլորում դուք եղել եք, պարոն վարչապետ, բայց այստեղ շատ կարևոր է ուշադրություն դարձնել, տեսեք, Կապան համայնքում արդեն խնդիրները մոտենում են խնդիրներին, որոնք որ առկա են Երևանում, տեղերի հետ կապված, որտեղ կառուցել, մենք օրինակ Կապանի թիվ 10-ը, հողի, այո, որովհետև այնտեղ արդեն խնդիրներ են առաջանում ու ես կարծում եմ, որ շատ մոտ ապագայում այդ խնդիրը ավելի է սրանալու, որովհետև տարբեր ենթակառուցվածքներ ենք պատրաստում կառուցել, բայց հողը որպես այդպեսին արդեն շատ է դժվարանում։ Դե Երևանի քաղաքապետի հետ խոսում ենք, որ ծայրահեղ դեպքում, երբ որ հողատարածք չգտնենք, մանկապարտեզներ եւ դպրոցների համար գերակա կշահ կճանաչենք ինչ-որ տարածքներ եւ ձեռք կբերենք եւ խնդիրը կլուծենք։ Որտեղ հիմա մենք ունենք խնդիր, օրինակ մենք կարող ենք էլ ավելի շատ դպրոցներ նորը կառուցել Կապանում, բայց որտեղ տեղակայվել, նույնիսկ այս խնդիրն է շատ սուր ու ես հիմա Կապանի թիվ 6-ը տեղակայված է թիվ 9 ավագ դպրոցի շենքում եւ դա մաքսիմալ հնարավորն է Կապանում, եթե հիմա մենք ուզենք եւս մեկ դպրոց կառուցել, քանդել եւ նորը կառուցել, մենք արդեն չենք կարող, պիտի սպասենք նրանք ավարտեն նոր։ Դե հիմա նաև քաղաքը զարգանում է, գուցե թե ասենք մոտակա բնակավայրերի Սյունիք բնակավայրի կրթահամալիր կամ մի հատ էլ այդ ճանապարհին այդ կողմերը վերջը պետքա գտնել։ Դպրոց, մանկապարտեզի սպասող երեխա պետքա չլինի, դա շատ կարևոր հարց է եւ ծնողների համար եւ երեխայի կրթության համար։ Մենք հիմա մանկապարտեզը լիարժեք այդ տրամաբանությունից լիարժեք դուրս են գալիս, որ մանկապարտեզը տեղա, որտեղ ուղղակի տանում ես երեխային մի քանի ժամ թողնում, ոչ դա կրթական process է։
Շարունակենք Մեղրիում 3 դպրոցի ծրագիր, 5 մանկապարտեզի ծրագիր, աշխատանքներն ավարտված են 1 դպրոցում, 4 մանկապարտեզում։ Մասնավորապես Լեհվազի միջնակարգ դպրոցը վերանորոգման մեջ է, հիմնանորոգման, Ագարակի միջնակարգ դպրոցը կառուցվում է եւ Շվանիձորի միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ գործում է։ Մանկապարտեզները Լեհվազի 30 սանի հզորությամբ մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է։ Մեղրի մանկապարտեզը 240 սանի հզորությամբ վերանորոգված է եւ կառուցում է։ Նռնաձորի 20 տեղանոց մանկապարտեզը կառուցվում է, 20 տեղանոց 0-ից մանկապարտեզ են կառուցում։ Հույս ունենք երեխեքը կշատանան, որ մի հատ էլ սենց, առնում մի քանի հատ միլիոններով տուններ են կառուցում, նոր շինարար եւ արագ տեմպերով կառուցում է։ Բավարար, այստեղ ես ուզում նաեւ մեր ուշադրությունը սևեռենք այն փաստի վրա, որ Ագարակի միջնակարգ դպրոցը այս պահին Սյունիքի մարզում կառուցվող ամենախոշոր դպրոցներից մեկն է, այնտեղ 3.77 միլիարդ դրամով ենք նոր դպրոց կառուցում, այսինքն 10 միլիոն դոլարանոց դպրոց այս պահին կառուցվում է Մեղրի համայնքում Ագարակում։ Ուրեմն Շվանիձորում վերակառուցված էլի 26 տեղանոց մանկապարտեզը գործում է եւ Ալվանքի մանկապարտեզը 20 տեղանոց, որը վերանորոգված է եւ գործում է։ Սիսիանում ունենք 5 կրթահամալիր, 9 դպրոցի, 2 մանկապարտեզի, 5 նախակրթարանի ծրագիր։ Աշխատանքներն ավարտված են 2 դպրոցում, 1 մանկապարտեզում, 2 նախակրթարանում։ Ըստ բնակավայրերի Սիսիանի Սառնակունքի 144 աշակերտի եւ 40 մանկապարտեզի սանի կարողությամբ կառուցվում է Աշոտավանում 144 աշակերտի 80 մանկապարտեզի սանի կարողությամբ կառուցվում է կրթահամալիրը, Նորավանի կրթահամալիրը էլի նույն չափով կառուցվում է, Ուйծի կրթահամալիրը նույն կարողությամբ կառուցվում է, Շաքի կրթահամալիրը 200 աշակերտի 40 մանկապարտեզի սանի կարողությամբ կառուցվում է, Վաղատինի միջնակարգ դպրոցը արդեն կառուցված է, կառուցվողները հիշեցնեմ, որը ասում են կառուցվող 2026-ի մինչև դեկտեմբերի 31-ը պլանավորված է, որ պետք է ավարտվի։ Վաղատինի դպրոցում եղել են, բացումը արել ենք, Դարպասի միջնակարգ դպրոցը բազմաչարչար 100 աշակերտի կարողությամբ կառուցվում է, վաղուց պետք է ավարտված լիներ մեր շինարարների խնդիրն է, բայց արդեն կարծեմ շինարարը փոխվել է, չէ՞։ Փոխվել է, գրեթե ավարտված է, նույն խնդիր ունենք նաև Հարժիսում, բայց Հարժիսում արդեն դասապրոցեսներ։ Իշխանասարի միջնակարգ դպրոց 144 սանի կարողությամբ կառուցվում է, Անգեղակոթի միջնակարգ դպրոցը 300 սանի կարողությամբ կառուցվում է, Բռնակոթի միջնակարգ դպրոցը 300 սանի կարողությամբ կառուցվում է, Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցը վերանորոգված է եւ գործում է, Գորայքի միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է, Ախլատյան միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է, Շաղատի միջնակարգ դպրոցը վերակառուցման ընթացքի մեջ է։ Մանկապարտեզները Սիսիանի Ծղուկ բնակավայրում 20 սանի կարողությամբ վերանորոգված է եւ գործում է, Սիսիանի թիվ 4-ը 106 մանկապարտեզը 160 սանի կարողությամբ վերանորոգված է եւ գործում է, Սպանդարյանի միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ գործում է, Ախլատյանի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է, Գորայքի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է, չէ, կներեք, այս որ կրկնվեց, ուղղակի շենքում նաև նախակրթարան կա, նախակրթարանների մասին է խոսքը, Դարպասի միջնակարգ դպրոցում էլ նախակրթարան ունենք, կառուցման ընթացքի մեջ է, եւ Վաղատինի միջնակարգ դպրոցում արդեն գործում է նախակրթարանը։ Տաթև խոշորացված համայնքում ունենք 4 դպրոցի 1 նախակրթարանի ծրագիր, նախակրթարանը դպրոցում է, Հարժիսի միջնակարգ դպրոցը կառուցվեց, ավարտեցի։ Ավարտվեց ու շատ հրաշք դպրոց է։ Արդեն գործում է, հոյակապ է, չեմ եղել որովհետև Տաթևի միջնակարգ դպրոցը կառուցվում է,
Խոտի միջնակարգ դպրոցը կառուցվում է, Շինուհայրի միջնակարգ դպրոցը կառուցվում է։ Ուրեմն մանկապարտեզներ արդեն ասցինք Հարժիսի դպրոցում նախակրթարանագործում, տեղ համայնքում 2 կրթահամալիր, 2 դպրոց, 2 նախակրթարան, ուրեմն կրթահամալիրներ, տեղի կրթահամալիր 144 աշակերտի եւ 40 մանկապարտեզի սանի կարողությամբ, խնածախի կրթահամալիր 200 աշակերտի եւ 40 սանի կարողությամբ, Կորնիձորի միջնակարգ դպրոցը 300 աշակերտի կարողությամբ կառուցվում է, բոլոր նախորդներն էլ էին կառուցվող, եւ Քարաշենի միջնակարգ դպրոցը, որը 75 աշակերտի կարողություն ունի, վերանորոգման ընթացքի մեջ է։ Տեղ համայնքի նախակրթարաններից մեկը Վաղատուրի միջնակարգ դպրոցի շենքում է, որը վերանորոգված է, եւ Քարաշենի միջնակարգ դպրոցում կլինի, որը վերանորոգման ընթացքի մեջ է։ Քաջարան համայնքում 3 դպրոցի եւ 2 մանկապարտեզի նախագիծ ունենք, աշխատանքները ավարտված են 2 դպրոցում, ըստ բնակավայրերի Ձագի Կավանի միջնակարգ դպրոց 385 աշակերտի կարողությամբ վերանորոգված է, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը 475 աշակերտի կարողությամբ վերանորոգված է եւ Բաբիկավան Կավճուտի 144 աշակերտի կարողությամբ կառուցվող է, կկառուցվի մինչեւ տարվա վերջ։ Քաջարանի մանկապարտեզ նախակրթարանները Լեռնաձորի 25 սանի կարողությամբ մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է եւ Քաջարանի մանկապարտեզը 120 սանի կարողությամբ կառուցման ընթացքի մեջ է։ Հիմա անցնենք առողջապահական հիմնարկներին։ Սիսիան համայնքի Սիսիան ԲԿ նոր շենքի կառուցում հուլիսին աշխատանքները արդեն կավարտվեն, արդեն խոշոր ծրագիր է ու շատ կարևոր, այսինքն պարզավոր լրիվ նոր գույքով եւ այլն տեխնիկայով սարքել։ Կապանի ԲԿ պոլիկլինիկայի վերանորոգում, ելի հուլիսին նախատեսվում աշխատանքների ավարտը, Սիսիան համայնքի Անգեղակոթի ամբուլատորիայի կառուցում, շինարարական աշխատանքները սեպտեմբերին կավարտվեն, Մեղրի դատաբժշկական ստորաբաժանման կառուցում, ելի հուլիսին կավարտվեն, արդեն հայտնի դիահերձարանն է, որի մասին այդքան խոսել ենք։ Սյունիքի մարզում նաև իրականացվել են, ինչպես արդեն ասացի, հրատապ ծրագրեր, Կապանում 13 միլիոնի, Գորիսում 246 միլիոն դրամի, Սիսիանում 480 միլիոն դրամի, Մեղրիում 62 միլիոն դրամի, տեղ համայնքում 203 միլիոն դրամի։ Եվ ռոռոկման ջրամատակարարման ծրագրեր Սյունիքում 18-ից 26 թվականները։ Ընդհանուր առմամբ 5.3 միլիարդ դրամի ծրագրեր, կառուցվել է շուրջ 125 կիլոմետր խմելու ջրամատակարարման ցանց եւ 25 կիլոմետր ռոռոկման ցանց, մասնավորապես Մեղրիում ռոռոկման համակարգի Արաքս 1 պոմպակայանի 223 կիլոմետր մղման խողովակաշարը հիմնանորոգվել է, հա, փոխարինվել են պոմպային ագրեգատները, թվով 2 հատ, այս աշխատանքային խմբի ժամանակ չէր, որ արեցինք։ Մեքենայական սրահի բոլոր սարքավորումները եւ հիմնանորոգվել է համայնքի 21.7 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ռոռոկման ներտնտեսային ցանցը։ Սա այն ժամանակ, որ մենք ունեինք Սյունիքում աշխատանքային խումբ հարցերի եւ Վան Ղուկասյանը ղեկավարում էր աշխատանքային խումբը, այն ժամանակից եմ հիշում այս ծրագիրը։ Խմելու ջրամատակարարման համակարգում 1.4 միլիարդ դրամ է ներդրվել Մեղրիի եւ Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի ապամոնտաժման եւ նորի կառուցման process-ներն են տեղի ունեցել, որոնք ամբողջությամբ ավարտված են։ Կառուցման նպատակն է նա, որ Մեղրի մատակարարվող ջուրը մի ժամանակ շատ բան ուներ, որակի խնդիր ուներ, շատ վատ վիճակում։ Հիմա նորմալ է։ Այո, ամբողջությամբ ավարտված է, սա էլ շատ խոշոր ծրագիր է, բոլոր մեղրեցիները լավ գիտեն այս խնդիրը, իրականում մաքրման կայանը շատ վատ վիճակում էր եւ չէր հասցնում մաքրվել ջուրը։ Վերջերս անցած տարի գնացել էի, տեսել էի, ահավոր վատ վիճակում էր եւ հիմա շատ ուրախ ենք, որ այս հարցը լուծվեց, որովհետեւ իրականում հրատապ էր։ Շատ լավ, Սիսիանում
1.4 միլիարդ դրամի ջրամատակարարման ծրագիր են իրականացրել, մասնավորապես Որտան գետի հունի մաքրում 1.4 կիլոմետր, Սիսիանի կենտրոնական կամրջից վերև եւ ներքև խմելու ջրամատակարարման ոլորտում 47.2 կիլոմետր խմելու ջրամատակարարման ցանց են կառուցել, վերանորոգել եւ 3.5 կիլոմետր ջրահեռացման համակարգ ենք վերակառուցել։ Նաեւ 2.5 կիլոմետր տարբեր վթարային հատվածներ վերանորոգել են։ Կապանում ջրաչափական սարքեր են ձեռք բերվել ոռոգման համար 33 միլիոն դրամի։ Խմելու ջրի ոլորտում 4 կիլոմետր 450 մետր ջրահեռացման համակարգ ենք վերակառուցել։ Տաթևում 30 կիլոմետր խմելու ջրամատակարարման համակարգ ենք վերակառուցել։ Քաջարանում Գեղի Եղվարդ ոռոգման համակարգի Արզումանյան փողոցի հատվածի 1.5 կիլոմետր հատվածի վերանորոգումն ենք իրականացրել։ Սա նորոգում էր, հա։ Այո։ Գորիս համայնքում իրականացրել ենք խմելու ջրի 23.5 կիլոմետր ջրամատակարարման համակարգի վերակառուցում եւ 3.6 կիլոմետր ջրահեռացման համակարգի վերակառուցում։ Ոռոգման ոլորտում Խարահունչի ջրամբարի սնուցող ջրանցքի 1.3 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, տեղ համայնքում 12.3 կիլոմետր խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցում ենք իրականացրել։ Վարչապետ, երևի թե սա այն ամենակարևոր կետերից է, որ առաջիկայում պետք է մեր ուշադրությունը սևեռենք, դա ջրային ռեսուրսների կառավարումն է, այսպես թե այնպես խնդիրը ավելի է սրվում։ Մենք նույնիսկ ունենք սուբվենցիոն ծրագրերով խմելու ջրագծերի անցկացում, որտեղ ջրային պաշարները նվազում են ու այդտեղ նորից խնդիրներ են առաջանում։ Ես կարծում եմ, որ առաջիկայում մեր հիմնական ուշադրությունը պետք է սևեռենք հենց ջրային ռեսուրսների կառավարմանը։ Սա կարծում եմ ամենակարևորը կլինի։ Արդեն հայտարարել եմ, որ հաջորդ 5 տարում մեր ջրի հետ կապված խնդիրները մեր 5 ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է լինելու։ Հիմա հաջորդ թիվ Սյունիքի մարզում վերանորոգված կամ վերանորոգվող հուշարձաններ։ Այս թեման դրա մասին է, որ ձեզ հայտնի ուժերը մեզ մեղադրում են, թե մենք մեր ինքնության դեմ ենք գործում։ Հիմա 3 նախորդ օրը ներկայացրինք Արմավիրի մարզը, եկեք նայենք, թե Սյունիքում ինչ հուշարձաններ են վերականգնվել կամ վերականգնվում։ Բաղաբերդ ամրոցի ամրակայում նորոգում վերականգնում։ Սենց բան պատմության մեջ չի եղել։ Հալիձոր Բերդի համալիր ամրակայում նորոգում եւ վերականգնում։ Տեղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնում։ Բնունից գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնում։ Ուջ գյուղի եկեղեցու նորոգում եւ մասնակի վերականգնում։ Բարաբաթումի Կապանի մասին է խոսքը։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նորոգում եւ վերականգնում։ Սյունիքի Զանգեր հուշարձանի նորոգում եւ վերականգնում։ Հին Խնձորես եւ Զորաց քարեր հնավայրերի տարածքներում մոդուլային սպասարկման կենտրոնների կառուցում։ Զորաց քարեր հնավայրի հնագիտական պեղումներ եւ Զորաց քարերում արդեն ասացի, որ սպասարկման կենտրոն է կառուցվել եւ Երիցվան քվանական համալիրի հնագիտական պեղումներ ընդհանուր առմամբ 386 միլիոն դրամի հատկացում են իրականացվել եւ Սյունիքի մարզում կարեւոր է նաեւ туриզմի զարգացման նպատակով իրականացված ծրագրերը 4 միլիարդ դրամի ծրագիր են իրականացրել, որից 2.3 միլիարդ դրամը Գորիսում եւ Գորիսում վարարական գետի աչափնյա հատվածի վերականգնում։ Այդ պետքա գնալ տեսնել, ես ինչ պատմեմ, պետքա գնալ տեսնել։ Սիսիան համայնքում 148 միլիոն դրամի Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքի բարեկարգում եւ նաեւ ջրագիծ են կացրել հուշարձանի համար։ Մեղրի համայնքում փոքր թաղում 9700 քառակուսի մետր տարածքում իրականացվել են ինժեներական ենթակառուցվածքների կառուցում, սալիկապատում եւ լուսավորության համակարգի անցկացում։ Տաթև համայնքում 1.1 միլիարդ դրամ դեպի Տաթև վանական համալիր տանող ճանապարհի վերակառուցում 2.3 կիլոմետր
221 մետր ճանապարհի վթարված սողանքային հատվածի վերակառուցում, ենթակառուցվածքների կառուցում։ Հիմա այստեղ նշվածներից կան, որ ընթացքի մեջ են, կան, որ ավարտված են։ Մեղրի փոքր թաղն է ընթացքի մեջ, Գորիսը ավարտված է, Գորիսում արդեն սուբվենցիոն Բաղաբերդը դե երկար մանրամասն գործ է։ Սովորաբար այդ ծրագրերը երկարատև են, բացի դրանից պարոն վարչապետ նաև 5 կապանի տարածքում են պեղումներ արվում, նաև Կապանի երկրագիտական թանգարան ենք արդիականացնում, հունիսի 1-ին նոր ցուցադրություն կլինի, նաև Անանդաբերդի պեղումները կսկսվեն, այսինքն ընդհանուր առմամբ մենք փորձում ենք туриզմը արդեն Գորիսից տեղափոխել դեպի Կապան։ Չէ, բայց նաև դա մեր ինքնության պահպանման եւ զարգացման մենք ինքնես մեզ ավելի լավ ճանաչելու ծրագիր է։ Եվ ի վերջո Սյունիքի մարզում դոտացիաները Սյունիքի մարզում 2018 թվականին համայնքներին հատկացվել է 29 միլիարդ դրամի դոտացիա։ 2026 թվականին բյուջեով նախատեսված դոտացիան 8.5 միլիարդ դրամ է, այսինքն շուրջ 2.9 անգամ աճել է դոտացիաները։ Ընդհանուր առմամբ 2018-ից 2026 թվականներին Սյունիքի համայնքներին հատկացվել է 47.8 միլիարդ դրամի դոտացիա եւ աճը ըստ համայնքների Կապանի դոտացիան աճել է 1.9 միլիարդ դրամով կամ 170%-ով, Սիսիանի դոտացիան աճել է 1.5 միլիարդ դրամով կամ 234%-ով, Գորիսի դոտացիան աճել է 886 միլիոն դրամով 150%-ով, Մեղրի դոտացիան աճել է 473 միլիոն դրամով կամ 227%-ով, Քաջարանի դոտացիան աճել է 373.1 միլիոն դրամով կամ 281.6 միլիոն 81%-ով, տեղ համայնքի դոտացիան աճել է 219.7 միլիոն դրամով կամ 217.7%-ով, Տաթևի դոտացիան աճել է 190 միլիոն դրամով կամ 145.9%-ով։ Այս դոտացիաների աճի տոկոսների տարբերությունը կախված է օրենքում որոշակի բանաձևեր են դրած, կախված ամեն բնակավայրի առանձնահատկությունների հետ, նկատի ունեմ ստեղ քմահաճույքի հարցի որոշակի բանաձևեր կան, սկսած շատ բարդ բանաձևեր է կարճ ասած, պարոն Ղուկասյան, այս մեր տեղեկանքի մեջ չկա, բայց նաև պետք է հիշել, որ Սյունիքում 16 միլիոնի ծրագրով իրականացվում են տներ, կհիշեք թիվը մարզում ինչքան է։ 200-250 տներ արդեն կան եւ նորով հիմա հայտնել։ Ես ինչքան հիշում եմ, Սյունիքում այս պահի դրությամբ ծրագրերով կառուցված ընթացքի մեջ եւ քվոտայով 300-ին մոտ 300 տուն է կառուցվում Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոնի ծրագրով։ Ահա, եւ նաեւ այս մենք կարճ ենք պատմում ժողովուրդ ջան, որ սենց ասենք թվարկենք հիմա շատ հաճախ կառավարության նիստերով րոպեներ են տևում միայն ձեր ընթերցելով թե ինչքան ծրագրեր են կատարվում, սա ամփոփիչն էր, բայց իհարկե մանրամասն շատ կան, նաեւ պարոն վարչապետ մենք մի կարևոր բան էլ կա որ դրա մասին չխոսեցինք, դա բնապահպանական վճարների մասհանումներն են, որ համայնքներին հատկացնում են, որի շնորհիվ Մեղրին, Քաջարանը, Կապանը կարողանում են նույնիսկ։ Դե հիմա տենց եթե նայենք սկզբունքորեն տեսեք Սյունիքում Պարեկային ոստիկանություն աներդրվել, Սյունիքում ներդրվել է էկոպարեկային ծառայություն, Սյունիքում ամրացված շրջաններ են կառուցվել, որ դա պետքա տեսնել, մասնավորապես ես եղել եմ Կորնիձորի ամրացված շրջանում, եղել եմ Որոտանի ամրացված շրջանում, Սյունիք բնակավայրի ամրացված շրջանում, այսինքն իրականում այս թիմից, որ ասում ենք 400 միլիոն դոլար, 450 միլիոն դոլար, այսինքն ամեն ինչ չենք ասում, այն օրը իհարկե տեղում տեսա, որ ամրացված շրջանը կառուցվել է, եւ այս ամենը իրականում հետաքրքիր է, որ հետաքրքիր երևույթ է, որ մենք պետք է ասենք մարդկանց, մարդիկ պետք է իմանան ինչ է կատարվում, որովհետև չգիտեն ինչ է կատարվում։ Գնալ եւ Որոտանի ճանապարհը կառուցել Խոտ գյուղում կառուցվող էլի, որ էլի սահմանի եզրին է կամ մոտիկա շատ,
16 միլիոնի, ինչ եմ խոտ գյուղը, որովհետև եղել ենք տպավորվել այն մյուս տեղերում, թաղամասերով տենց անցել ենք։ Եվ այդպես շարունակ։ Հայաստանը ծաղկում է, սիրելի ժողովուրդ, եւ պետք է դեր կանգնել այս ծաղկման process-ին, որը մեկ բառով մենք անվանում ենք խաղաղություն, որովհետև խաղաղությունը նաեւ ներքին այս հոգեբանական խաղաղությունն է շատ կարեւոր, եւ մենք զգում ենք, որ մարդկանց Հայաստանի քաղաքացիների շրջանում քայլ-քայլ այդ խաղաղությունը, ներքին խաղաղությունը հաստատվում է, ինչի առիթով շնորհավորում ենք բոլորիս։ Եվ էլի ասում եմ, այս ուղղակի մենք ուզում ենք տենց տեղավորվենք, ասենք, որ խոսենք ժամերով, խոսենք ցանկացած մարզում իրականացված ծրագրերի մասին։ Լավ եղեք, սիրում եմ բոլորիդ։